Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ ինքներդ ձեզ տվել եք այս հարցը, ես արդեն Աստծուց շատ եմ հեռացել, այլևս վերադարձ չկա։ Շատ հավատացյալներ ապրում են այս լուռ մեղադրանքի տակ, բայց այսօր Աստված խոսում է ցնցող սիրով Երեմիա մարգարեի միջոցով։ Լսեք Տիրոջ պատգամը, այսպես է ասում Տերը. միթե Իսրայելի համար անապատ եղա, կամ ավեր ու խոպանացող երկիր, որ իմ ամբողջ ժողովուրդն ասաց. անտերուց կշրջենք, բայց քեզ մոտ չենք գա։ Միթե հարսը կմոռանա իր զարդը և կույսը իր լանջագեղ գոտին, իսկ իմ ժողովուրդը երկար ժամանակ մոռացավ ինձ։ Քո ճանապարհն ուրիշ ինչ միջոցների պիտի դիմես սեր գտնելու համար, բայց դու ոչ միայն այդպես արեցիր, այլև նույնիսկ անզգամացար և պղծեցիր քո ճանապարհները։ Քո ձեռքերի մեջ հայտնաբերվեց թշվառ ու անմեղ մարդկանց արյունը, ոչ թե վիհերում գտա նրանց, այլ բոլոր կաղնիների մոտ։ Դու ասացիր. անմեղ եմ, թող նրա բարկությունն ինձնից հեռանա։ Ահավասիկ ես դատաստան եմ տեսնելու քեզ հետ, որովհետև դու ասացիր չմեղանչեցի։ Դու սաստիկ արհամարհեցիր ինձ, կրկնելով քո ընթացքը։ Բայց դու Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորստանից ամաչեցիր, այնտեղից էլ պիտի դուրս գաս ձեռքներդ գլխիդ վրա բռնած, քանզի Տերը մերժեց այն, որ քո հույսն էր, և նրանով այլևս չես բարգավաճի։ Եթե մարդն արձակի իր կնոջը և սա հեռանա նրանից ու ամուսնանա ուրիշ տղամարդու հետ, ապա նորից գա նախկին մարդու մոտ, արդյոք այդ կինը ամբողջապես պղծված չի լինի։ Իսկ դու պոռնկացար բազում հովիվների հետ և վերադարձար ինձ մոտ, ասում է Տերը։ Բարձրացրու աչքերդ, ուղիղ դեպի առաջ նայիր և տես, ոչ թե ճանապարհներին, ուր ասես, պղծությամբ չթաթախվեցիր։ Ագռավի պես մենակ ու անօգնական նստեցիր այդ ճանապարհներին և քո պոռնկություններով ու չարություններով երկիրը պղծեցիր։ Ի գայթակղություն քեզ, բազում հովիվներ ունեցար, պոռնի կնոջ կերպարանք առար և բոլորի մոտ կորցրիր քո ամոթը։ Չընդունեցիր ինձ իբրև Տեր, իբրև Հայր և Իշխան քո կուսության։ Միթե Տերը հավիտյան բարկացած պիտի մնա, և բարկությունն ընդմիշտ պիտի պահի։ Ահա այսպես ասացիր դու, գործեցիր այդ բոլոր չարիքները և զորացար։ Հովսի արքայի օրոք Տերն ինձ ասաց. տեսա՞ր, թե ինչ արեց Իսրայելին այդ բնակչությունը, միայնակ գնաց և այնտեղ բոլոր բարձր լեռների վրա ու բոլոր սաղարթախիտ ծառերի վրա պոռնկացավ։ Այդքան պոռնկանալուց հետո ես ասացի նրան. ինձ մոտ վերադարձիր, բայց չվերադարձավ։ Նրա ցոփության ականատես եղավ ուխտադրուժ Հուդան։ Նաև այս տեսավ Իսրայելի բնակչությունն ամբողջովին, տարվեց շինությամբ և բռնեց դրա մեջ, արձակեցի դրան, ապա հարզանի թուղթ տվեցի ձեռքը, ու ես տեսա, որ նա ուխտադրուժ քույրը Հուդան չզարհուրեց, այլ գնաց ու ինքն էլ պոռնկացավ։ Նա իր պոռնկությամբ, որ չնչին բան էր համարում, երկիրը պղծեց, քար ու փայտի հետ շնանալով։ Այս ամենից հետո, ասում է Տերը, նրա ուխտադրուժ քույր Հուդան չվերադարձավ դեպի ինձ ամբողջ սրտով, այլ վերադարձավ ստությամբ։ Իսրայելը, ասում է ինձ Տերը, արդարացրեց իր ապստամբությունը ուխտազանց Հուդայի համեմատությամբ, այլ գնա և այս պատգամներով հռչակիր հյուսիսի կողմերում, ասելով. ինձ մոտ վերադարձիր, ով դու Իսրայելի բնակչություն, ասում է Տերը, և ես ձեզ վրա չեմ բարկանա, քանզի ես ողորմած եմ, ասում է Տերը, ձեր դեմ հավիտյան ողջ չեմ պահի, բայց դու գիտակցիր քո անօրենությունները, որովհետև դու անվրըժտացար Տիրոջ քո Աստծու դեմ, և օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, իսկ իմ ձայնը չլսեցիր, ասում է Տերը։ Ինձնից հեռացած որդիներ, դարձեք ինձ մոտ, որպեսզի ես ձեզ տիրեմ, ասում է Տերը, կվերցնեմ ձեզ ամեն քաղաքից մեկին և ամեն ցեղից երկուսին և ձեզ կտանեմ Սիոն։ Իմ սրտին հաճելի հովիվներ կտամ ձեզ, թող նրանք հովվեն ձեզ հովելով իմաստությամբ, ու երբ
երկրի վրա այդ օրերին դուք բազմանաք ու աճեք, ասում է Տերը, այլևս չեն ասելու Իսրայելի սուրբ ուխտի տապանակը, չի հիշվելու այն, նրա անունն այստեղ չի տրվելու, այլևս չի փնտրելու այն և նորը չի շինվելու, ամեն։ Այս հատվածը միաժամանակ հանդիմանություն է և սիրո բացահայտում։ Աստված ցույց է տալիս ժողովրդի անհավատարմությունը, բայց նույն շնչով բացում է վերադարձի դուռը։ Աստված հարցնում է ցավով. «Իմ ժողովուրդը մոռացել է ինձ օրերի անհավատարմության չափ»։ Ուշադրություն դարձնենք, սա դատավորի սառը խոսք չէ, սա վիրավորված սիրո խոսք է։ Ժողովուրդը չէր ասում Աստված չկա, նրանք պարզապես ապրում էին այնպես, կարծես Աստված իրենց պետք չէր։ Սա մեր ժամանակի ամենամեծ վտանգներից է, ոչ թե բացահայտ մերժում, այլ լուռ հեռացում։ Ժողովուրդն ասում էր. «Ես ազատ եմ, այլևս չեմ գա քեզ մոտ»։ Սա մեր ժամանակի լեզուն է։ Մարդը կարծում է, թե Աստծուց հեռանալը ազատություն է։ Երեմիայի ամբողջ ուղերձը ցույց է տալիս հակառակը։ Աստծուց հեռանալը չի բերում ազատություն, բերում է դատարկություն։ Երբ մարդը կտրում է իրեն աղբյուրից, նա սկսում է ծարավել։ Եվ ահա գալիս է հատվածի ամենահզոր շրջադարձը։ Չնայած ժողովրդի անհավատարմությանը, Աստված ասում է. «Դարձիր, անհավատարիմ Իսրայել, ես քեզ չեմ բարկանա»։ Սա ապշեցուցիչ է։ Մարդը հեռացել է, դավաճանել է, մոռացել է, բայց Աստված ասում է. «Դարձիր»։ Ոչ թե ապացուցիր, որ արժանի ես, ոչ թե մաքրվիր, հետո արիր, այլ պարզապես դարձիր։ Սա ավետարանի սիրտն է դեռ հին կտակարանում։ Ամենահուզիչ խոստումը. «Ձեզ կտամ հովիվներ իմ սրտի համաձայն, որոնք ձեզ պիտի արածեցնեն գիտությամբ և իմաստությամբ»։ Աստված ոչ միայն ներում է, այլ նաև վերականգնում է առաջնորդությունը։ Աստված փնտրում է հովիվներ իր սրտի համաձայն, ոչ միայն խոսող, այլ սիրող, ոչ միայն ուսուցանող, այլ արածեցնող։ Եվ սա մեծ պատասխանատվություն է, բայց նաև մեծ պատիվ։ Աստված նույնիսկ ասում է, որ կգա ժամանակ, երբ արտաքին խորհրդանիշները երկրորդական կդառնան, որովհետև համբերությունը կդառնա ավելի խորը։ Սա ցույց է տալիս Աստծո նպատակը։ Ոչ միայն կարգեր պահել, այլև սիրտը վերադարձնել։ Սիրելի բարեկամներ, եթե զգում եք, որ հեռացել եք, այս խոսքը ձեզ համար է։ Եթե հոգևոր կյանքը սառել է, այս խոսքը քեզ համար է։ Եթե ներսումդ կա մեղքի ծանրություն, լսիր Աստծո ձայնը, դարձիր, ես քեզ վրա չեմ բարկանա, Աստված չի հոգնել քեզ սպասելուց, Աստված չի փակել վերադարձի դուռը, Աստված դեռ խոսում է և սպասում է քո զղջացող սրտին։ Մի արդարացրու հեռանալդ, մի հետաձգիր վերադարձդ, քանի դեռ հրավերը հնչում է, ճանապարհը բաց է, դարձիր, մոտեցիր և թող Աստված նորից արածեցնի քո կյանքը իր խաղաղությամբ։